երբ երկրպագում էինք, հետաքրքիր է, որ երկու երազ հիշեցի տարիներ առաջ։ Ես կապված հենց Ստեփանավան քաղաքի հետ։ Առաջի երազը ես չգիտեմ, շատ մեկնություն չունեմ, եթե ինչ-որ մեկը ուժեղ մեկնություն ունի, կարող է մեկնաբանել, ես կընդունեմ իր մեկնաբանությունը։ Գիտեք, Ստեփանավանի այս մեծ կամուրջը կար, նոր էին կառուցում դա, ես երազով դրա այդ կամուրջի վրայով քայլում էի եւ այդ կամուրջի այդ բաները կար, այդ սյուները չէ, ավելի այդ ոնց է կոչվում, այդ հայերեն ասած զաբորները։ Այդ ճաղերի վրա նոտաներ էին բոլորը երազիս մեջ։ Եվ ես երգելով քայլում էի այդ կամուրջի վրայով, երգելով, գիտեք, որոշներ կհիշեն ձեզանից այս երգը։ Հայաստան, ընդունիր Տեր Հիսուսին քո մեջ, Հայաստան, փառքի ճոխությունը կյանքիդ մեջ։ Գիտես, ես արթնանում եմ ու այդ երգը երգում եմ, Հայաստան, ընդունիր Հիսուսին քո սրտի մեջ, քո կյանքի մեջ, եւ երազիս մեջ Ստեփանավանի այդ մոստի վրայով քայլելով ես երգում եմ այդ երգը։ Եվ հաջորդ երազը, որ ես տեսել եմ, սա է, որ Ստեփանավանի այս գլխավոր փողոցը կա, որ Երևան է գնում, այդ փողոցի վրա նավով, գիտեք ինչ նավ, այդ որ քամին քչում է, այդ իր Առագաստան նավ ավելի շուտ, մի քանի ընկերներիս հետ այդ նավով Ստեփանավանի փողոցով գնում ենք եւ ձկներ ենք որսում մայթերից։ Եվ այդ երազից մեջ հատկանշականը նա էր, որ որոշ ձկներ, որ վերցնում էինք, այդ ձկների փորը մաքրած էր։ Ես մոտարապես իհարկե գիտեմ, հասկանում եմ սրա իմաստը, բայց այստեղ երազից վրա չեմ ուզում կենտրոնանամ, ուղղակի ես մտածում եմ, ես ոչ մի քաղաքի մասին այսքան երազ չեմ տեսել։ Կարող է հիմա հիշեմ ինչ-որ երազ, որ ինչ-որ տեղ, ինչ-որ բան։ Գիտեք, սիրելիներ, այնպես է եղել, որ այստեղ 90-ականներից, որ արտություն Ստեփանավան քաղաքի մեջ սկսվեց, մասնակից եմ եղել, տեսել եմ, սերտ կապ եմ ունեցել այդ արտություն կրողների հետ, այսպես ասեմ, որոշներ իմ շատ լավ ընկերներ են եղել, որոշներ իմ լավ սոսընկերը ննջեցի տերը, գիտեք, հետաքրքիրն է նա, որ տեսել եմ ոնց են էստաֆետան 3 սերունդ, մինիմում 3 սերունդ տեսել եմ ոնց են արտնության էստաֆետան հանձնել սերունդից սերունդ, սերունդից սերունդ եւ այսօր նոր որ աղոթում եմ, մտածում եմ եւ աղոթում եմ, ասում եմ Տեր ջան, այս երրորդ սերունդը, այս երիտասարդները, այ լյովը, հիմա ես պատկերացնում եմ այստեղ երևի գնացել են երիտասարդական ճամբար ինչ որ, այդ սերունդին իմ աղոթքն է, որ այն սխալները, որ մենք անցած սերունդներս արել ենք, այդ երիտասարդներին ոչ մի սխալ չանեն։ Աստված իրանց այնքան իմաստություն տա, որ այն արտնությունը, որ երկնքից զուլալ, մաքուր, անարատ իջնելու է, ուր որայա իջնելու է, հզոր ձևով այդ երիտասարդները արտարացնեն, ամեն։ Հալելույա։ Եվ այստեղ մենք անելիք ունենք, այստեղ մենք պետք է մեր սխալները բացատրենք մեր եկող սերունդներին եւ այդ եկող սերունդները չկրկնեն այդ սխալները, ամեն։ Այնքան կուզեմ, որ այդ սխալները, այդ գարշելի սխալները, գիտեք ինչի գարշելի, երբեմն միգուցե աննկատ, այդքան էլ ես իմ ինչ սխալ չի, բայց այդ սխալը արգել կա հանդիսացել այն երկնքի ուժի եւ զորության հղմանը արտնության թափվելուն, որովհետեւ այդ արտնությունը երկնային սուրբ արտնությունը դուք պատկերացնում եք, որ այդ արտնության արգելք ա եղել։ Ինչ որ մի հատ ամբիցիա, ինչ որ մի հատ թեթև սխալ, ինչ որ մի հատ բնավորություն։ Աղոթքը սա, որ մեր երիտասարդները ունենան աստվածային բնավորություն, որպեսզի այդ արտնությունը, որ Սուրբ Հոգին պատրաստվում է բերելու, բացարձակ արգելք չլինի, ամեն։ Հալելույա։ Շատ ուրախ եմ Հովիվրայր, շնորհակալություն այս հրավերի համար, շնորհակալություն Տիրոջ այս առիթի համար, շատ ուրախ եմ, որ ձեր մեջ եմ։
Գիտեք, ներկայացնելու ես ոչինչ չունեմ, բացի մի բանից Հիսուս։ Եվ ես սովորաբար շատ ուրախ մարդկանց հետ չեմ սիրում լինել, ինչքան բնավորությամբ Աստված այնպես է ստեղծել, որ տխուր մարդկանց տխուր մարդիկ, այսինքն տրտում մարդիկ իմ համար հոգ են։ Երբ որ ինչ որ մեկը ուրախ է, իմ համար հոգ չի, փառք Աստծո ուրախ է։ Բայց երբ որ ինչ որ մեկը տխուր է, այդպես է Աստված ստեղծել։ Եվ կարծում եմ սա Աստվածային է։ Եվ հատուկ եթե հիմա մեր մեջ տխուր մի քիչ մարդ կա, ես հասկանում եմ քեզ։ Պարզապես ուզում եմ ասել, որ հասկանում եմ քեզ, որովհետև տխուր նստած այստեղ որոշներս երգում ենք ուրախ, հալելույա Հիսուս, հալելույա Հիսուս, քո համար մի քիչ տարօրինակ է, թեկուզ ճանաչում ես նույնիսկ Հիսուսին, բայց քո համար ասում ես, հա դե քո համար հեշտ է, երգես։ Բայց գիտես, մի հատ բան եմ ուզում քեզ ասեմ։ Մենք հոգևոր էակներ ենք։ Դրսում մենք տեսնում ենք Աստծո ստեղծած գեղեցիկ կենդանիներին, շուն, կատու, եղնիկ, առյուծ, նրանց Աստված այդպիսին է ստեղծել, բայց նրանք հոգևոր էակներ չեն։ Նրանք ուղղակի կենդանիներ են։ Մեզ Աստված ստեղծել է իր նման եւ իր պատկերով, եւ մենք հոգևոր էակներ ենք։ Համենը մարմին չենք։ Հասկանում ես, որ այս երկելու, փառաբանելու, օրհնելու, հրճակելու հետևում մի քիչ ավելի խորը բան կա կանգնած։ Մենք հոգևոր էակներ ենք, բայց շատ հաճախ մեր հոգու աչքերը այսպես փակված է, նայում ենք ու չենք տեսնում։ Դրա համար չենք հասկանում։ Հա, ինչ երբեմն որոշներս ասում են, հա, ինչի վրա եք ուրախանում։ Ինչի վրա եք այդպես երգում։ Ես քո կյանքը գիտեմ, այդքան էլ բարվոք չի, այդքան էլ ֆինանսական է, այդքան էլ է, բայց ինչի վրա եք երգում։ Գիտեք, մենք հոգևոր էակներ ենք։ Ես հիշում եմ մի հատ քրոջ տեսիլք, երբ որ ինքը տեսել էր, Աստված պարզապես ցույց էր տվել իրեն հոգևոր ոլորտը։ Հոգևոր աշխարհը, սա ֆիզիկական աշխարհ է, չէ՞։ Դուք բացի մեզանից ուրիշ բան տեսնում եք։ Տեսնում ենք, մենք այստեղ հրայր եղբայրը, դուք թանկագին քույր եղբայրներ, երգչախումբը սենց սիրուն, ուրիշ բան չենք տեսնում, չէ, այս ամբիոնը, բայց իրականում ուրիշ բան էլ կա այստեղ, օրինակ հրեշտակները, որոնք իմ հետ թիկունքում կանգնած են, հրեշտակներ, որոնց ձեր թիկունքում են կանգնած, մենք չենք տեսնում իրանց, բայց կա, ինչի համար, որովհետև գոյություն ունի հոգևոր ոլորտ, սիրելիներս, եւ այդ տեսիլքի մեջ այդ Աստված այդ քույրիկին ցույց էր տվել հոգևոր աշխարհը։ Եվ ասում է ամեն մի խոսք նա յուրահատուկ արտահայտություն էր հոգևոր ոլորտի մեջ, մարմնավոր էր դառնում ամեն մի խոսքը։ Ամեն մի քո խոսքը, սիրելիս, մարմնավորվում է հոգևոր աշխարհի մեջ։ Երբ որ ես խոսում եմ, դու չես տեսնում, որովհետև ֆիզիկական աչքերը չի տեսնում խոսքը, բայց հոգևոր ոլորտի մեջ գոյություն ունի մարմնավորում, խոսքը մարմնավորվում է։ Ամեն մի հայհոյանքը ինչ որ մի հատ մարմնավորում է։ Ամեն մի օրհնության խոսքը ինչ որ մի հատ մարմնավորում է դառնում։ Բայց ամենահատկանշանը կաղանա գիտեք ինչն էր այդ տեսիլքի մեջ։ Ասում է հենց ասում էին Հիսուս ամբողջ հոգևոր աշխարհը, ամբողջ տիեզերքը դղրդում էր, փայլում էր, պայծառանում էր, փոխվում էր ու փոխվում էր, ամեն։ Ինչի համար այսքան մենք երկար երկեցինք, հրճակում ենք Հիսուս անունը, հրճակում ենք Հիսուս անունը, ամեն։ Գիտես, սիրելիս, դու որ մի քիչ տխուր ես միգուցե, դու որ մի քիչ միգուցե իմաստը չես հասկանում, ուզում եմ քաջալերեմ քեզ։ Մենք հոգևոր էակներ ենք։ Մենք մենակ ուտելու, խմելու, քնելու, արտանալու, ուտելու, խմելու, քնելու, արտանալու մեջ չի մեր կյանքը։ Մեր կյանքը պարփակված չի այդքան անիմաստ բանով։ Ուտենք, խմենք, կշտանանք, սովածանանք, նորից ուտենք, նորից խմենք, քնենք, հանգստանանք, առավոտ իմանանք, արթնանանք, նորից ուտենք, խմենք, քնենք, ուտենք, խմենք, քնենք, հետո մի, չգիտեմ, 70 տարի, 80, 90 զորությունով 120 տարի հետո
Այդ ամեն ինչը վերջանալու է։ Է իմաստը։ Գա դրա մեջ իմաստ։ Դու այսօր ուտում խմում ես իմանալով, որ հա նույնը վաղը նույնը բանը եղնելու է ու վերջանա կյանքդ։ Աստված մեզ հոգևորեակներ է ստեղծել, Աստված մեզ ստեղծել է իր փառքի համար, իր փառքը կրողները լինելու համար է մեզ Աստված ստեղծել, ամեն։ Դրա համար մենք աղաղակում ենք Հիսուս, դրա համար մենք կանչում ենք նրա անունը, դրա համար թեև ծովերը գոռան, թեև ամպերը գոռան, թեև չգիտեմ հետանոսները աղաղակեն, թեև ինչ որ մեկը ձեռ առնի խնդա մեզ վրա, թեև ինչ որ մեկը չհասկանա մեզ, մեր կյանքը կոչված է Հիսուս անունը կանչելու, մեր կյանքը կոչված է Հիսուս լույսը փայլեցնելու, ամեն, հալելույա։ Մեր կյանքը շատ ավելի նպատակ ունի, քան թե որ երևում է ֆիզիկական աչքերով։ Մեր կյանքը շատ ավելի լուրջ նպատակ ունի, քան թե որ մենք պատկերացնում ենք սիրելիներս։ Եվ այդ նպատակն է Հիսուս։ Եվ այդ նպատակն է ոչ թե 70 տարվա համար, ոչ թե 80 տարվա համար, ոչ թե 120 տարվա համար, այդ նպատակը հավիտենական նպատակ, ամեն։ Հավիտենական նպատակը։ Ես հիշում եմ մի տեսիլք, որ պատմեց մի հատ Աստծո մարդ կամ կարդացել եմ միգուցե։ Գիտեք, ասում եմ երկնքում էի։ Եկան Պետրոսը, Դավիթը, Աբրահամ, տենց աստվածաշնչյան ուժեղ հզոր հերոսներ եկան։ Ասում եմ խնդրում էին, որ ծառայեն ինչ որ բանով ինձ։ Լսեք, այնտեղ շատ առիթ չկա իրար ծառայելու, այնտեղ բոլորը իրար ծառայում են, այնտեղ ծառայելու կարիք էլ չկա, ասեմ։ Երկնքում առիթը էստեղ է։ Առիթը էստեղ է, որ մենք իրար ծառայենք, մենք իրար բարձրացնենք եւ մենք մտնենք մեր կոչման մեջ, ամեն։ Հալելույա։ Գիտեք, ներկայացնելու ոչինչ չունեմ։ Մենակ Աստված ստեղծել այս օրը, որպեսզի մենք միաբանության մեջ պաշտենք Աստծուն, ամեն։ Դրա համար կուզեմ հիմա մի քիչ մտնենք երկրպագության մեջ։ Եւ ելի եմ ասում, ես երկիչ չեմ։ Ինձ մի ասեք երկիչ, երբեմն ես տեսնում եմ, որտեղ ծառայում եմ իրանց երկչախմբերի մեջ տեսնում եմ գեղեցիկ սենց այսօրվա նման հրաշալի երկչուհի քույրիկներ, երկիչ քույրիկներ եւ ես իմ մտքիս մեջ անդադ մտածում եմ, հələ լսեք ոնց է երգում այս մարդը։ Ինձ խի են ասում երկիչ։ Հələ այս քրոջը լսեք, հələ այս աղբորը լսեք։ Հասկանում եք։ Որովհետեւ ես երկիչ չեմ։ Ես ընդամենը ես ծառայեմ Քրիստոսի երկրպագուն, որ ձեր հետ միասին։ Ես երկրպագու չեմ, դուք չէ։ Տենց բան չկա։ Մենք միասին Քրիստոսի երկրպագուներն ենք, ամեն։ Եվ մեր կյանքը կոչված է Քրիստոսին ծառայելու եւ պաշտելու։ Գիտես, երբեմն արթնանում ենք եւ վազում ենք, ասում ենք, ախ, այս գործն էլ անեմ, այս գործն էլ անեմ, օրվա վերջում, բայց մի տեսակ դատարկություն է։ Բայց մի տեսակ անհանգիստ եմ, ոնց որ այսօրվա սորը հենց այնց անիմաստ անցավ։ Բայց երբ որ եղնում ենք աղոթքի մեջ, երբ որ եղնում ենք պաշտամունքի մեջ, երբ որ եղնում ենք Աստծուն ծառայության մեջ, բավարարվածություն ա լսում, թեև այդ օրը մի հատ գործ չես կատարել, մի քիչ ֆինանսական ճնշում ա գալիս բան, բայց ներքուս բավարարություն կա։ Գիտես, երբ է մարդը երջանիկ լինում։ Երբ որ շատ ֆինանս ա լինում։ Գիտես, երեք մի հատ խոսում էի, մի հատ հետաքրքիր միտք եկավ։ Երբ որ $1 միլիոն են մեկին տալիս, լավ, $1 միլիոն չասեմ, որ sense շատ չկարողանանք պատկերացնել, լավ, մի $20,000 մեկը բերում օրհնում ա քեզ, ինչքան կուրախանաս, չէ։ Եթե գիտեք ինչի ա նման։ Նման ա, որ անհույս հիվանդ մեկին մեկը մի հատ շոր ա տալիս, որ ինքը երբեք չի կարա հագնի։ Չեմ ասում $20,000 չտաս մեկին կամ մեկը տա քեզ չվերցնես, դրա մասին չեմ ասում։ Բայց դրա ուրախությունը շատ կարճ ա տևում։ Ընդամենը հիվանդ մարդը կասա, ինչ լավ, շորա մի օր երևի կհագնեմ կամ մի հատ հագնեմ լավս կամից։ Հետո իսկական երջանկությունը, գիտեք, ներքուստ ա գալիս։ Մարդ երջանիկ ա, երբ որ ինքը ուրախ ա։ Մարդ երջանիկ ա, երբ որ ինքը խաղաղ ա, անհանգիստ չի։ Մարդ երջանիկ ա, երբ որ
ցնծումա, իսկ դրանք փով չես կարող առնես, իսկական ուրախությունը գալիս է երկնքից, եթե իսկական ուրախությունը փողով լիներ, Էլվիս Պրեսլին, ես չգիտեմ, որ տարիքով մարդիկ գիտեն, իրան ասում էին ռոք-ն-ռոլի Կարոլ, արքա, ինքնասպան չէր եղնի, աշխարհի բոլոր կանայք իրան երազում էին, աշխարհի փողերը իրան էր, աշխարհի փառքն ու ճանաչումը իրան էր, հանկարծ լսում ես ինքնասպան ա եղել այդ մարդը, այդ փողով չկարեցավ երջանկություն գներ սիրելիս, իրական երջանկությունը Քրիստոսի մեջ է, եւ մեր կյանքը իմաստ եւ նպատակ ունի, երբ որ մենք Քրիստոսին ենք պաշտում, եւ կարեւոր չի, այսօր մենք հազարավորների ենք քարոզում, թե մեր երեխուն ենք կրթում Քրիստոսի մեջ, որովհետև մեր երեխեն կարավաղը այդ 100 հազարավորների դարձի գալու պատճառ դառնա, ամեն, հիշում եք այդ պատմությունը, որ Աստված մի հատ անձնավորության ասում է, ես քո միջոցով շատ մեծ հզոր գործ եմ անելու, երևի շատ ես վերջերս պատմում ենք այս պատմությունը, շատ հզոր ազդեցիկ պատմություն է, ասում է, ես քո միջոցով շատ մեծ գործեր եմ անելու, հզոր գործ եմ անելու, եւ այդպես էլ այդ մարդը քարոզում է, դա ամբողջ ընթացքում մի երեխա է լսում իր քարոզը, այդպես էլ տրտմած մահանում ասել, որ Տեր դու, բայց խոստացար, միթե դու չէիր, խնդիրը նրանումն էր, որ մենք տեսնում ենք մի քիչ ուրիշ ձևով, նայում ենք ուրիշ ձևով, ինչ Աստված է նայում, քանի որ այդ տարիների քարոզած երեխան, որ դարձի է եկել, դա հենց Բիլի Գրեմն էր, որի միջոցով Աստված տեսակ, գիտենք ինչ մեծ գործեր արել, դրա համար պետք է պաշտենք Տիրոջը, շնորհակալություն այսօրվա առիթի համար, ամեն, այսօրվա առիթ Աստված ստեղծել է, որպեսզի մենք մեր անոթները յուղով լցնենք, որովհետև Տիրոջ գալուստը մոտ է, վճռական գործողությունների ընթացքը մոտ է, գիտեք, այս մոտ ժամանակաշրջան շատ լուրջ իրադարձություններ կատարվեցին եւ ավելի լուրջ իրադարձություններ են կատարվելու այս երկրագնդի վրա, բայց ինձ հետաքրքիր չի, ես չգիտեմ վաղը ես ապրելու եմ թե չէ, մի օրվա կյանք ունեմ թե չէ, ես չգիտեմ, դրա համար այսօր ուզում եմ իմ այս անոթը լցնենք ձեր հետ միասին յուղով, երբ որ մեր փեսան գա, մենք յուղ ունենանք մեր անոթների մեջ, ամեն, լեցված լինենք նրա յուղով, լեցված լինենք նրա Սուրբ Հոգիով, դրա համար քաջալերում եմ քեզ, օրհնիր Աստծուն, պաշտիր Աստծուն, այսօր ես այս առիթի համար փառք տուր Տիրոջը, ամեն, եկեք կանգնենք ոտքի, մեր կյանքի նպատակը նա է, ամեն, Ազատել է մեղքի ու մահվանորենքից Տեր դու ես բժշկությունը իմ Տեր դու ես կարողությունը իմ Հաղթություն, զորություն ու կյանքը իմ Կանոնքը քո ով Տերի Երկեր են ինձ դարձել Բանդեղտության իմ այսօր էլի մեջ Տեր փոխադրեցիր ինձ խավարից Քո որդու արքայությանդ մեջ Սեր ես դու, սուրբ ես դու, հավատարի Մոտես ինձ ու իմ հոգու, շատ ես դու մտերի Տեր դու ես բժշկությունը իմ, Տեր դու ես կարողությունը իմ
երկեր են դարձել մեր այս բանտեղտության կյանքի մեջ, ամեն, հալելույա, վաղը մյուսները գնալ ենք երկիչ հիշենք այս օրերը, որ երկրի վրա պաշտել ենք նրան, ամեն, հալելույա, Տեր դու ես կարողությունը, Տեր դու ես կարողությունը, հաղթություն, զորություն ու կյանքը կանոնքը քո ովքերի երկրեր են ինձ դարձել պատեղտության իմ այսօրների մեջ Տեր դու ես բժշկությունը իմ Տեր դու ես կարողությունը Աղթություն, զորություն ու կյանքը Կանոնքը քո ովքերի երկեր են ինձ դարձել Պատեղտության իմ այսօրերի մեջ Տեր դու ես, միասին ասա Տեր դու ես Տեր դու ես Ամեն, հալելույա Այնպես որ ես կփորձեմ մոտավորապես մի ժամ քարոզեմ եւ մոտավորապես մի ժամ էլ հետո կպաշտենք Տիրոջը եւ այդ ամեն ինչը կտեղավորենք մի կես ժամվա մեջ Հալելույա Գիտես, ընդհանրապես գոյություն ունեն օրենքներ, սիրելիներս Գոյություն ունեն օրենքներ, որոնց որ մենք պետք է հնազանդվենք, ամեն Բայց օրենքներ կան, որ փոխվում են Օրենքներ կան, որ փոփոխական են, օրենքներ կան, որ փոփոխական չեն։ Պետք է մենք լավ հասկանանք, ամեն։ Օրենքներ կան, օրինակ փոփոխված։ Երբ որ ես տարիներ առաջ մի հատ երկրում էի, օրինակ այդ երկրում երբ որ փողոցով մեքենան գնում էր, այդ փողոցը սկսում էր լայնանալ Երբ որ լայնանում էր ու մի 10-15 մետր նոր տենց լայն էր գնում, այն կողմը նեղանում էր։ Գիտես, այնքան հարմար էր այնտեղ, երբ որ այդ լայնը մեկը ձախ է թեքվում, մտնում է այդ լայն տեղը, արդեն դա նշանակում է, որ ինքը պետքա ձախ թեքվի։ Հետևից չեն գալիս մեքենաները, շարվում, ինչև դա թեքվին ինքը դա։ Այնքան հարմար էր, որ ձախ թեքվողները շատ հանգիստ կանգնած իրանց համար։ Հայաստանում չկար, ասում էի, «Խի էստեղ այդ օրենքները չկա էլի»։ Հիմա արդեն Երևանում սկսել են տենց անել։ Այնքան հարմար է դա։ Առաջ հերթեր էր գոյանում, բայց հիմա այդ խնդրը լուծվեց։ Գիտես ինչի համար, որովհետև օրենքները փոփոխեցին, հարմարացրեցին եւ հիմա արդեն սկսեց լավ բան եղնել։ Սկսեց ավելի կատարելագործվել։ Գիտեք, օրենքը դա իրերի, խմբերի համագործակցությունն է ի բարօրություն այդ խմբերի կամ այդ իրավիճակների ամեն օրենքին պետք է հնազանդվել դա օրենքը հարգելու բան է այսօրվա այդ խոսքը որ ուզում եմ կիսվեմ ձեր հետ դա կոչվում է օրենք բայց դա լրիվ վեր է այն օրենք եւ շնորհք իրար բոքսելու այդ խոսքերից երբ որ ես խոսեմ դուք կհասկանաք ինչի մասին եմ ասում գիտեք օրենքներ կան որ չեն փոփոխվում Օրինակ բարոյականության օրենքը դա չի փոփոխվում Օրինակ բնության օրենքները չի կարա ամառնասի լսի հավես չունեմ ձմեր արի էլի արի մի շրջան դու ես անգամ հավես չունեմ ես էլ քո տեղը կկանեմ տենց բան չի կարա եղնի ամեն չի կարա ենթադրենք դու ցանես ձմերուկի սեր Այնտեղ մեկ էլ տենաս բանը բուսնում է Mercedes-ի զավոդ։ Չկա տենց բան։ Օրենքներ կան, որ բացարձակ չեն փոփոխվում։ Շատ էլ այս վերջերս մի հատ բաները օրենքներ են ուզում ստորագրեն, որ փոփոխեն օրենքները, որ հա հիմա ինչ անենք, որ այդ մարդը հիմա տղամարդու տեսք ունի, բայց ինքը կին է կամ կնոջ տեսք ունի, ինքը բայց իր ցանկությունները տղա Դա կապ չունի, լսի, դա կապ չունի, մի հատ, հիշում եք մի հատ բան կար, մի հատ նկար կա, ես իմ էջի վրա դրել եմ էդի,
մի հատ քահանա է, թղթի վրա sense գրած ասում է, ոնց է որ ինչ որ մեկը երբ որ ասում է որ ես Նապոլեոն Բոնապարտն եմ, հոգեկան հիվանդանոց եք տանում։ Իսկ երբ որ մի հատ տղա ասում է ես կնիկ եմ, չեք տանում հոգեկան հիվանդանոց։ Այդ ոնց է ալնում։ Պարզ տրամաբանություն, չէ՞։ Օրենքներ կան, հիմա սատանան ուզում է աստվածային օրենքները փոխի, չի կարա։ Դա հնարավոր բան չի։ Գիտեք, մի հատ պատմություն կա, երբ որ մի հատ ցեղ, վայրի ցեղ, դե գիտենք, ամեն մի ցեղ իր սովորություններն ունի, ամեն մի էթնո խումբը իր սովորություններն ունի, այդ վայրի ցեղի մեջ բան կար։ Եթե չեմ սխալվում, Ամազոնում է լինում։ Սովորություն կար, ով որ լավ գողանա, այնի ավելի պատվի արժանի բան է, վրացական օրենքի նման էր մի քիչ, էլի։ Ով որ շատ գողանա, ով որ ուժեղ գողանա, այնի ավելի պատվի արժանի մեկն է։ Դրան ով որ լավ էր գողանում, դրան բոլորը շատ էին հարգում։ Ով չէր կարում գողանալ, այնի սատից մեկն էր։ Եվ այդ ժամանակ ինչ որ քաղաքակրթությունից գալիս են, տեղ ինչ որ ոչխարներ են բուծում, ինչ են անում, սովորական ոչխարներից ավելի ուրիշ տեսակ ոչխարներ են բուծում, այդ ոչխարները ասես մարդաբոյի, ասես բանից ձիուց մեծ ոչխարներ են լինում, եւ մի օր այդ իրանց ֆերմայից փախնում են, թե ոնց է պատահում, հայտնվում են այդ էթնիկ այդ խմբի տարածքի մեջ այդ ոչխարները։ Այդ ոչխարները, այդ ոչխարներին տեսնում են այդ ժողովուրդը, ասում են, վայ, աստվածներն են եկել մեզ մոտ, ու ասում եմ, գիտես ինչ է լինում, ով ինչ գողացել բերում հետ են տալիս իրանց ու ներողություն են խնդրում։ Հասկանում եք ինչ այստեղ կատարվում։ Թեև իրանց մոտ սովորություն կար, որ ով լավ է գողանում, այնի լավ պատվի արժանի մեկն է, բայց այս պահի դրությամբ հենց Աստծո վախը գալիս է, հենց որ ինչ որ մի հատ կասկած են ունենում, որ օ աստվածներ են եկել, սրանց մոտից անմիջապես բարոյականության օրենքը սկսում է գործել։ Որովհետև դա ԴՆԹ-ի մեջ դրված է, Աստված ԴՆԹ-ի մեջ գրել է ու որոշ գիտնականներ էս վերջերս կարտացին ու ինձ ասում են, որ Աստված իր անունն է գրել մեր ԴՆԹ-ի վրա։ Չի կարա փոխվի։ Ամեն։ Օրենքներ կան, որ չեն կարա փոխվեն։ Գիտես, մի հատ Սաղմոս եմ ուզում կարդամ, բայց սա փառաբանության Սաղմոս չի։ Հիմա դու կմտածես փառաբանության Սաղմոս է, բայց փառաբանության Սաղմոս չի։ Հիմա լսեք, 148 Սաղմոսն է։ Ասում է օրհնեցեք Տիրոջի երկնքիցը, օրհնեցեք նրան բարձունքներումը, օրհնեցեք նրան, ով նրա ամեն հրեշտակներ։ Ամենավերևից սկսում է օրհնեցեք, մեզի թվում է, որ էսի բանի Սաղմոս է, օրհնության, փառաբանության Սաղմոս է։ Տենց բան չկա։ Կարող է մի քիչ կա, բայց սա ավելի խորը Սաղմոս է, հեսա կասեմ ինչի մասին է խոսքը։ Օրհնեցեք նրան, ով նրա ամեն հրեշտակներ, օրհնեցեք նրան բոլոր զորքեր։ Կամաց իջնում օրհնեցեք նրան, ով արեգակ, ով լուսին, օրհնեցեք նրան, ով լուսավոր աստղեր, օրհնեցեք նրան, ով երկնքից երկինք եւ ջրեր, որ երկնքի վրա եք։ Հասկանում եք, կամաց բանը, ասես օրհնեցեք։ Այս շատ էլ անունը օրհնեցեք է, սրա հետևում ուրիշ բան կա թաքնված։ Սա օրենք է։ Լսում եք, սա օրենք է դրված, օրհնեցեք Աստծուն։ Թող Տիրոջը անունը օրհնեն, որովհետև նա հրամայեց եւ նրանք ստեղծվեցան։ Եվ նրանց կանգրեցրեց մինչև Հավիտյանս Հավիտենից կանոն դրեց, որ չի խափանվի։ Լսեք, Աստծո դրած կանոնը չի կարա խափանվի։ Ամեն, Աստված դրել է կանոն եւ այդ կանոնը չի կարա խափանվի։ Նա ասեց օրհնեցեք Աստծուն։ Ինչ ես կարծում, եթե արեգակը չօրհնի Աստծուն, արեգակից ի՞նչ կմնա։ Փոշի կմնա։ Այդ փոշին էլ չի մնա։ Եթե արեգակը չօրհնի Աստծուն, այդ փոշին էլ չի մնա իրանից։ Եթե երկրագունդը չօրհնի Աստծուն, փոշի էլ չի մնա, ոչինչ չի մնա։ Գիտես ինչի համար, որովհետև երբ որ ինքը օրհնում է Աստծուն, Աստծուց այդ զորությունը գալիս է ու ինքը գոյություն ունի։ Նորից է օրհնում, նորից Աստծուց զորությունը գալիս է եւ ինքը գոյություն ունի։ Նորից է օրհնում, նորից է այդ զորությունը գալիս է եւ ինքը գոյություն ունի։ Հասկանում ես։ Եվ նրանց կանգնեցրեց մինչև Հավիտյանս Հավիտենից կանոն դրեց, որ չի խափանվի։ Օրհնեցեք Տիրոջը երկրիցս,
ով վիշապներ, ով ամեն անդունդներ, կրակ եւ կարկուտ, ձյուն, ծուխ, մրիկ, քամի եւ նրա խոսք, որ նրա խոսքը կատարում է, քսարեր, ամեն բլուրներ, պտղաբեր ծառեր եւ ամեն մայրի ծառեր, կենթանիներ եւ ամեն անասուններ, սողացող եւ թևավոր թռչուններ, լսեք, ամեն շունչ ունեցող պետք է օրհնի Տիրոջը, ամեն շունչ չունեցողն էլ պետք է օրհնի Տիրոջը։ Ես սկզբից ասեցի, ինչ ուրախություն, ես տխուր եմ, սրանք ուրախանում են։ Լսի կապ չունի, տխուր ենք, թե ուրախ ենք, մենք պետք է օրհնենք Աստծուն, ամեն։ Գիտես, մի տեսակ պետք է հասկանանք, որ մի տեսակ ցիլկուրացիա է կատարվում։ Երբ որ մենք Աստծուն օրհնում ենք, Աստծուց զորությունն է գալիս մեր մեջ, երբ որ օրհնում ենք, զորությունն է գալիս մեր մեջ։ Գիտես, բայց մի հատ ասենց հակառակ բան ասեմ։ Սրա ասածից մյուս կողմը ասեմ, ասենց ասած։ Եթե մենք չօրհնենք Աստծուն, լավ, մեր մասին չասեմ, հեռի մեզանից, բայց եթե ինչ-որ բան չի օրհնում Աստծուն, ինչ-որ բան եթե չի ծառայում Աստծո փառքին, ինքը վաղ թե ուշ գոյություն չի ունենալու։ Եթե արեգակը այդքան դուխ ունենա, մի օր ասի չեմ պաշտելու Աստծուն, վերջացավ, արեգակ չի մնալու։ Այդ փոշին էլ չի մնալու։ Կարող է ֆիլմի մեջ մի հատ ցույց տալ, որ արեգակը հոպ փոշի դառավ։ Ֆիլմով հա, բայց իրականում այդ փոշին էլ չի լինելու արեգակից։ Եթե ինչ որ մի հատ կենթանի ասի, ես Աստծուն չեմ օրհնելու, ինքը գոյություն չի ունենալու։ Ուզեմ կարդամ Կողոսացիս առաջի գլխից 17-18 խոսքերը, որովհետև նրանով ստեղծվեցան ամենը ինչ որ երկնքում է, ինչ որ երկրի վրա է, ինչ որ երևում է, ինչ որ չի երևում, թե գահեր, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանություններ, ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեցան եւ նա կար առաջ քանց թե ինչ եւ ամեն ինչ նրանով է կանգնած հաստատ։ Ամեն բան նրանով է կանգնած հաստատ։ Նա է ստեղծել հիմիկվա իշխանությունները, որ օրենք են հանում հակառակ Աստծուն, ես վախենում եմ իրանց փոխարեն։ Իսկապես ես վախենում եմ իրանց փոխարեն, որովհետև մի բան, որ Աստծուն չի ծառայելու, մի բան, որ Աստծուն չի փառաբանելու, նա ենթակա է ոչնչացման, որովհետև ամեն բան նրա համար, դեպի նա, նրանով եւ նրա համար է ստեղծված։ Ամեն։ Եթե մարդ արարածը չի պաշտում Աստծուն, վաղ թե ուշ, որտեղից է հիվանդությունները, որտեղից է ցավերը, որտեղից է դժբախտությունները, որտեղից է մարտասպանություններն ու նախանձն ու ամեն ինչը, հենց որ չենք սկսում ենք չպաշտել Աստծուն, արդեն գիտես, երբ որ մենք Աստծուն պաշտում ենք, ախր մեր օրգանիզմն էլ է սկսում ճիշտ գործել։ Մեր մարմնի բջիջները սկսում են ճիշտ աշխատել, հասկանում ես, չեն շարվում իրար վրա, տրոմփ չի առաջանում, ինչ որ սխալ բակտերիա եւ սունկ չի առաջանում, այդ զորության մեջ, գիտեք, ասում են, որ Ենովքը, որ Ադամից 7-րդներ, ասում է, եթե Աստված նրան չհապշտակեր, չվերցներ, ասում են ինքը մինչև հիմա կապրեր, գիտեք ինչի, որովհետև այնքան էր սիրում Աստծո ներկայությունը, քայլում էր Աստծո հետ, չէր ծերանում, չէր մեծանում, Աստված ստիպված վերցրեց իրան։ Որովհետև մինչև հիմա կմնար այդ մարդը, որովհետև նրան ներկայության մեջ ամեն ինչ ճիշտ է աշխատում, սիրելիս։ Նրա ներկայության մեջ ամեն բան լավ է աշխատում, ճիշտ է աշխատում, ոնց որ ինքը ստեղծել է, եւ դրան վերջ չկա։ Որովհետեւ երբ որ ինքը հավիտենական Աստված է, իրանի զորությունը գալիս է, ճիշտ աշխատացնում, գալիս է, ճիշտ աշխատացնում, հենց որ այդ ցիլկուրացիան, այդ շրջանառությունը կտրվեց, այդ ճիշտ աշխատելն էլ է կտրվում։ Այստեղից գալիս են ցավերը, հիվանդությունները, նախանձները արդեն եւ մնացած սրանց նման բաները, ամեն։ Գիտես, մի հատ եղբայր ես այդ վիդեոն տեսել եմ, երկու վիդեո էր հանել, մեկը որ դիեզերքի ամենակենտրոնում մի հատ խաչի նման ինչ որ համաստեղություն էր, թե ինչ էր ու ամբողջ դիեզերքը դրա վրա է կենտրոնացած։ Ինչ որ մի բան մտքին փչել էր, ասել էր ես պետք է մանրադիտակի տակ այդ մանր այդ մոլեկուլների այդ իրար կպցնող այդ նյութերը պետք է հասկանամ ինչ է կատարվում։ Մեծացրել էր այդ մոլեկուլները, մեծացրել էր այն աստիճանի, որ այդ մանրադիտակի տակ գիտես ինչ էր տեսել, նույն խաչը այդ մանրադիտակի մեջ նույն տեսքը բանը օգնում է, որպեսզի մոլեկուլները իրար հետ կպնեն։
Եթե այդ նյութը չլինի, մոլեկուլները իրարից կանջատվեն եւ ընդամենը նյութից ոչինչ չի մնա։ Կդառնա մոլեկուլ եւ կոչնչանա։ Հասկանում եք, որ նրանով է ամեն բան ստեղծված նրա համար եւ նրանով։ Ամեն բան դեպի նրա փառքի համար։ Եթե մի բան նրա փառքին չի ծառայում, նա գոյություն չի ունենա։ Երբեմն մենք հպարտանում ենք, բայց Սուրբ Գիրքն ասում է, ով որ հպարտանում է, Տիրոջով թող հպարտանա։ Ամեն, որովհետեւ երբ որ մենք հպարտանում ենք, այդ կապը կտրվում է Տիրոջից։ Իսկ Աստված, գիտես, մենք որ գործում ենք, Աստված ներում է։ Աստված ներող ողորմած Աստված է, բայց երբ որ հպարտանում ենք, արդեն սատանայի հետ գործ չունենք։ Արդեն Աստված է մեզ հակառակվում։ Սատանայի հարցերը մենք կարանք լուծենք, էլի, որովհետև Աստված ունենք։ Բայց երբ որ Աստված ինքն է հակառակվում մեզ, Աստված մեզ հակառակվում է մի դեպքում հպարտության։ Աստված մեզի հեռու բայ հպարտությունից։ Բոլորս էլ ունենք այդ խնդիրը, բայց Աստված ողորմություն անի մեզ, իսկապես պահի մեզ այդ հպարտությունից։ Հենց այտենց մի բան է լինում, մեր շրջանառությունը նրա սրբության, նրա զորության, նրա առողջության հետ կտրվում է, խաթարվում, ամեն։ Եկեք մտնենք այդ զորության մեջ։ Եկեք մտնենք այդ կանոնի մեջ։ Եկեք մտնենք եւ մնանք այդ կանոնի մեջ։ Գիտեք, մի հատ Մատթեոս 28-ից 24 խոսքը ուզում եմ 26-ից 24 խոսքը։ Տեր Հիսուսը գիտես ինչ ասեց, իրավի մարդու որդին կգնա, ինչպես նրա համար գրված, այսինքն կմահանա։ Բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդի որդին կմատնվի, լավ էր նրան, քան այն մարդը ծնված չլիներ։ Լսեք, լավ է մարդ ծնված չլինի, քան նրա կյանքը չծառայի Աստծուն։ Որովհետև մենք հիմա ասում ենք, Հիսուսին ուրացավ, չէ, մենք ամեն մի մեղք գործելիս ուրանում ենք նրան։ Նենց չի, որ Հուդայից շատ լավն ենք։ Ղուկասի 13-րդ գլխի 6-ից 9 խոսքը ուզում եմ կարդամ։ Այս առակն էլ ասեց. մի մարդ իր այգու մեջ մի թզենի էր տնկել եւ եկավ նրա վրա պտուղ որոնելու եւ չգտավ եւ այգեպանին ասաց. ահա 3 տարի է որ գալիս եմ պտուղ որոնելու եւ թզենու վրա չեմ գտնում։ Կտրիր դրան, ինչու դա երկիրն էլ խափան է։ Նա էլ պատասխանեց եւ ասեց. Տեր, այս տարի էլ թող դրան, մինչեւ որ դրան 4 կողմը փորեմ եւ աղ բացեմ, թերևս պտուղ բերե, ապա եթե եկող տարի էլ չբերեց, կտրիր դրան։ Գիտես, երբեմն մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր Աստծուն չեն պաշտում, բայց հարուստ են, բայց բարգավաճված են, բայց առողջ են։ Եվ մենք մտածում ենք, ահա, չի պաշտում, բախի ասենց։ Աստծո ողորմությունը եւ երկայնամտությունը ուզում է, որ մի քիչ իրանք բան լինեն։ Մի քիչ ժամանակ տա։ Էդի Տեր Հիսուսի բանն է, Տեր Հիսուսն է, որ ասում է մի քիչ էլ թող ժամանակ տա, միգուցե եկող տարի պտուղ տան։ Գիտես, Սաղմոսներից մեկի մեջ հեսա շատ շուտ վերջացնում եմ։ Ու նորից սկսել են պաշտել։ Սաղմոսներից մեկի մեջ ասում է Տեր, ասում է նայեցի ամբարիշտերի հաջողությամբ գնալը, ասեցի հիրավի իզուր ես իմ ձեռքերս լվացի անմեղությունով, հլա տես սրանք, էսի արդեն իմ խոսքերով եմ ասում էլ իհարկե, ասում է լա սրանց նայի, անօրինություն են գործում, շատ վատ գործեր են գործում, բայց ծաղկած, բարգավաճած, ասում է, ես մտքիս մեջ ասեցի իզուր Տեր ձեռներս լվացի անմեղությունով, ասում է սենց էի մտածում մինչև մտա Տիրոջ սրբարանը։ Եվ երբ որ մտա Տիրոջ սրբարանը, ասում է տեսա ինչքան սահուն տեղեր է դրված նրանց կյանքը, հանկարծ պիտի սահեն եւ չգտնվեն։ Ամեն, բայց Տիրոջ պաշտողը հավիտյան գտնվելու է։ Ամեն։ Հալելույա։ Գիտես, ինչը այս մի քանի օրինակով ուզում եմ բացատրեմ, որ ինչը որ կանոնից դուրս է, ինչը որ օրենքից իսկական, իրական աստվածային օրենքից դուրս է, ենթակա է ոչնչացման։ Սուրբ գրքի մեջ միտեղ ես հիշում եմ, կարդացել եմ, հիմա չեմ հիշում, այդ վայրը ասում է Եգիպտոսը երկնքի դրախտի պես էր Աստծո առաջ։ Հիմա որ նայում ես Եգիպտոսի ամբողջ Եգիպտոսը անապատ է, Սահարա անապատն է ամբողջությամբ, բայց ժամանակ է եղել, որ այնքան գեղեցիկ է եղել, որ ինքը երկնքի դրախտի է նմանվել։ Գիտես ինչի համար, որովհետև այդ վայրը Աստծուն է եղել։ Հենց սկսել են Աստծուն չպաշտել, մեկ էլ հոպ կամած չորանալով գնաց եւ այսօր աշխարհի ամենամեծ անապատն է դարձել։ Մի բան, որ Աստծուն չի պաշտելու սիրելիս։ Հիշի,
Մի բան, որ Աստծուն չի պաշտի, դա ենթակա է ոչնչացման։ Ինձ ու քեզ Աստված ստեղծել է իր անվան ու իր փառքի համար։ Ես ու դու նրա անվան ու փառքի համար ենք ստեղծված։ Այն օրը, որ իմ կյանքը պետք է չծառայի Աստծո փառքին, դրա առաջի օրը ես խնդրել եմ, որ Տեր ինձ վերցնի, որ ես գոյություն չունենամ, չլինի մի օր, որ ես հանկարծ չպաշտեմ Աստծուն, չլինի մի օր, որ ես Աստծուց հեռանամ, ամեն։ Ավելի լավ է մեկ օր մարդ ապրի Աստծու համար եւ Աստծո հետ, քան թե հազարավոր տարիներ առանց Աստծո եւ անիմաստ։ Մեկը 1000 տարի, 10000 տարի անիմաստ է լինելու, ամեն։ Այն մարդիկ, ովքեր Քրիստոսին ընդունել են իրանց սրտի մեջ, որպես իրանց կյանքի Տերն ու Փրկիչը, իրանք փրկված են, որովհետև պաշտոնապես իրանց սրտի մեջ Հիսուսն է թագավորում, որովհետև պաշտոնապես մենք հրավիրել ենք, ասել ենք Տեր, ահա սիրտս բացում եմ քեզ համար, արի եւ բնակվիր իմ սրտիս մեջ, արի եւ իմ կյանքից Տերը եղիր։ Մեր կյանքի Տերը Քրիստոսն է, եւ մենք մեծ գնով ծախու ենք առնվել։ Գիտես, Ադամն ու Եվան այս կանոնից կտրվեցին մի պահ, կտրվեցին, դուրս եկան այս կանոնից։ Եվ նրանց կյանքի մեջ եկավ քաոսը, մեղքը, փոթորիկը, դժբախտությունը, բայց գոհություն Աստծո, որ Աստված կենթանին մորթեց եւ այդ նրա կենթանու կաշիով ստացվեց նրանց մերկությունը, դա խորհուրդներ մեր թանկագին Տեր Հիսուս Քրիստոսի, որը որ իր արյունը զոհեց, թափեց մեր համար, մեր մեղքերի համար, մեր մեղքերի թողության համար։ Այսօր մենք ծառայում ենք Տիրոջը, կանգնած էստեղ հրայր եղբայրը, ես, մյուս, քույր եղբայրներս, դա այնպես չի, որ մենք լավն ենք։ Դա մեր Աստվածը լավը, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է լավը։ Որովհետև նա իր մեծ շնորհքով եւ ողորմությամբ փրկեց մեզ։ Երբեմն մարդկանց հետ կա խոսում ենք, ասում ենք, լսի, Քրիստոսին արի, Տերը ների մեղքերդ, ասում է, դու որ իմանաս ես ինչ մեղքեր եմ գործել։ Տենց չես ասի։ Լսի, ես վատ մարդ եմ, ասում է, ես վատ մարդ եմ, ես չեմ կարող, որ մեկս ենք լավ մարդ։ Լավ մարդ չկա։ Կա լավ փրկիչ։ Նա է լավը։ Մենք չենք լավը։ Նա է լավը, դրա համար մեզ ընդունում է, դրա համար մեզ ներում է։ Ինքանան սիրում ես, որ մեր բազում այդ կեղտոտ մեղքերի համար խաչը բարձրացավ եւ իր արյունը թափեց, որպեսզի մեզի փրկագնի։ Հիմա ես այս կանոնի մեջ եմ, ինչի համար, որովհետեւ Քրիստոսին եմ ծառայում, պաշտում, որովհետեւ իմ սրտից մեջ Քրիստոսն է։ Եթե ինչ որ մեկը մեր մեջ այս դալիճի մեջ կա, որ պաշտոնապես իր սրտի մեջ չի ընդունել Հիսուսին, հիմա իր համար մի հատ աղոթք պետք է անենք մենք։ Եթե ինքը կրկնի, եթե դու այստեղ ես ու պաշտոնապես Քրիստոսը քո կյանքի Տերը չի, դու կրկնիր այս աղոթքը մի ակնթարթում, ոչ թե քո լավ եղնելուց, ոչ թե իմ լավ եղնելուց, այլ նրա սիրո եւ ողորմության պատճառով, եթե սիրտդ բացես հենց հիմա եւ կրկնես այս աղոթքը, ոչ թե իմ խոսքերը կրկնես, այլ իմ խոսքերը դարձնես քո խոսքերը եւ կրկնես, դու կդառնաս Աստծո զավակ։ Չեմ ուզում քեզ այստեղ հրավիրեմ, պարզապես ուզում եմ կանգնենք ոտքի եւ այս աղոթքը անենք Տիրոջ առջեւ։ Եթե դու դեռ մտած չես այս օրենքի մեջ, եթե դու այս ծառի ոնց է որ ճյուղը պատվաստում են եւ ճյուղը սկսում է ապրել, մենք սենց որպես ճյուղեր եկանք պատվաստվեցինք Քրիստոսի վրա, սիրելիս։ Դրա համար ապրում ենք, կանք։ Եթե դու դեռ պատվաստված չես, պատվաստվի, հենց այս աղոթքը արա։ Հենց այս աղոթքը մեզ հետ անես, դու կպատվաստվես երկնային արմատների վրա, Հիսուս Քրիստոսի առանցքի վրա, ամեն։ Ասա ինձ հետ, Տեր Հիսուս, ես գիտակցում եմ, որ մեղավոր եմ, բայց զղջում եմ, ուզում եմ, որ դու ներես մեղքերս, սիրտս բացում եմ քո առջև, արի իմ սրտիս մեջ բնակվիր, ներիր իմ բոլոր մեղքերը, դարձրու ինձ քո զավակ, որովհետև Աստվածաշունչն ասում է, որ դու քեզ հավատացողներին Աստծո որդի սարքեցիր։ Դու քեզ հավատացողներին
իշխանություն տվեցիր լինելու Աստծո որդիներ։ Եվ այժմ ընդունում եմ քո ներումը։ Հավատում եմ դու իմ սրտիս մեջ ես բնակվում։ Ներում ես իմ մեղքերը եւ ես հիմա քո զավակն եմ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Եթե ինչ որ մեկը սրտանց այս աղոթքը արեց, ինքը դարձավ Աստծո զավակ։ Ամեն։ Ես հասկանում եմ, որ երբեմն մենք չենք պատկերացնում ոնց մի հատ աղոթքով դարձանք Աստծո զավակ, այո, մի հատ որոշումով դարձար Աստծո զավակ, որովհետև դու խոնարհվեցիր, իսկ Քրիստոսի շնորհքը շատ մեծ է քեզի ընդունելու, ներելու, մաքրելու, ամեն։ Հալելույա։ Եվ մի հատ աղոթքով գանք Տիրոջ առջև, մեր կյանքերը փռենք Տիրոջ առջև եւ այդ մարդկանց էլ ովքեր ես չգիտեմ հիմա դալիճի մեջ չեմ ուզում կոնկրետ կենտրոնանալ, որովհետեւ ես ինքս բնավորությունով ես ինքս էլ ամաչկոտ մարդ եմ, չեմ սիրել առաջ գնալ ինչ որ բան, բայց տեղում միշտ ես հետևել եմ աղոթքին։ Հիմա միգուցե ինչ որ մեկը այստեղ աղոթեց եւ իր կյանքը հանձնեց Քրիստոսին, կուզենանք որ այդ անձնավորություններն հանձնենք Տիրոջ ձեռքերի մեջ, որպեսզի իրանց կյանքը Տիրոջ ձեռքների եւ պաշտպանության մեջ լինի։ Ամեն։ Տեր, եթե կան այս դալիճի մեջ մարդիկ, ովքեր իրանց կյանք հանձնեցին, նրանք բերում ենք ձեռքերիդ մեջ, խնդրում ենք։ Եվ ոչ միայն նրանց, մեր բոլոր այս թանկագին քույր եղբայրներին բերում ենք ձեռքերիդ մեջ, որպեսզի դու օրհնես, պահես, պաշտպանես նրանց, խորտակես սատանայի ամեն գործ, ծրագիր ու որոշում ու որոգայթ նրանց կյանքից։ Եվ քո կամքը, որ բարի, հաճելի եւ կատարյալը հաստատես նրանց բոլորի կյանքերում, Տեր։ Եվ անունդ փառավորվի ու բարձրանա եւ պատվական լինի, որին միմիայն դու ես արժանի իմ կյանքի մեջ, իմ այստեղ գտնվող բոլոր քույր եղբայրների կյանքի մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Մենք մեր ժամը լրացրել ենք, մեր լիմիտը, բայց ոնց չպաշտենք Տիրոջը, չէ՞, էլի նորից միասին։ Եկեք մի հատ երգ կա 07-ը Լյով ջան, ասում է այս բազում հոգսերի եւ խնդիրների մեջ մի բան քո հոգսերի սարերը հալեցնելու է։ Մի հատ ընկեր ունեմ հետաքրքիր են Աբրահամը Տաշչյան ասում է երբ որ հալելույա ամեն բան հալվելու է։ Երբ որ դու հալելույա ես երգում ամեն վատ բան հալվում է Տիրոջ ներկայության մեջ, ամեն։ Հոգսաշատ է դարձել այս կյանքը ամենուր, որ կողմ նայես հոգսերն ճոճում են սուր ու թուր, թիվի թեր գուժում են միշտ չարլուր, մարդիկ տալիս են իրար զուտ թուրք ու մուր, վազում են անդադար, բայց չգիտեն թե ուր, բայց փախչելու մի վայր կա բաներից իզուր, փախիր սենյակը քո փառաբանության, հանգիր աչքերդ եւ օրհնիր դու նրան, կհալվի ցավ վիշտ ամեն բան։ Հալե, հալե, հալելույա, հալե, հալե, հալելույա, հալե, հալե, հալելույա, ամեն խնդիր հալվելույա, հալե, հալե, հալելույա, հալե, հալե, հալելույա, հալե, հալե, հալելույա, ամեն խնդիր հալվելույա։ Երբ հայոյում է մարդ անեցք է գալիս, բայց երբ օրհնում աստուն Աստված է գալիս, եւ այն անեցքներից ազատություն տալիս, եւ բարձրացնում ես ոտքի նորից, փառաբանությամբ կհաղթեն վերքերս, փառաբանությամբ կհաղթեն կրքերս, դեպի երկինք կբարձրացնեմ ձեռքերս, եւ կհանձնեմ իր սուրբ ձեռքերի մեջ, խնդիր ցավ վիշտ ամեն բան։ Յասի, հալե, հալե, հալելույա, հալե, հալե, հալելույա, հալե, հալե, հալելույա, ամեն խնդիր հալվելույա, հալե, հալե, հալելույա, հալե, հալե,
մեջ, ամեն։ Քո ուրախությունը Տիրոջ առջև քեզ համար պաշտպանություն է, զորություն է, օրհնություն է, ամեն։ Ողջ փառքերը Հայր Աստծու, ողջ փառքերը Քրիստոսին, ողջ փառքերը Սուրբ Հոգու, ողջ փառքերը մեր Աստծուն, միասին, ողջ փառքերը Հայր Աստծու, ողջ փառքերը Քրիստոսին,